Բարելույս ասեմ բոլոր իմ լավ հետևորդներին և մեր հոլովակը սիրողներին և դիտողներին։ Արգելիներս, դե ես ուզում եմ իմ սուրճը վայելեմ ու սուրճից հետո անցնեմ իմ այսօրվա գործին, իմ էփել թափելուն և որոշել եմ այսօր պատրաստեմ քրճիկ, մի փոքր կաթսայով, այդքան շատ էլ չէ, և մնացած գործերս արգելիներս։ Եվ բոլորիդ ցանկանում եմ լավ օր, լավ տրամադրություն արգելիներս և անփորձանք օր։ Սա արդեն իմ երկրորդ բաժակն ա, որ խմում եմ, առավոտյան շուտ խմեցի տղայիս հետ, հիմա նոր խմում եմ երկրորդ բաժակը։ Ժողովուրդ ջան, նայեք, եղունգներս էլ արդեն բոլորը մաքրել եմ, միշտ իմ եղունգները, այսպես ասած, քսած այլ է, բայց այսօր ավելի ճիշտ 3 վարդույս բոլորը հանեց, դե իմ միշտ եղունգներս սարքել է իմ աղջիկը, արգելիներս, դե վարդույս մատնահարդարա, դուք գիտեք, երեկ որ ասում արդեն հոգնել է, շատ երկարել էր, ասի Վարդուհի ջան, բեր հանի, հիմա ճիշտ է հանելա, բայց չեմ քսե, այսպես թողել եմ, թող այսպես մնա, այնքան հանգիստ ասենց։ Հանելը, որ ասում են ժողովուրդ ջան, հանելա, իմ բնական եղունգներն է, ուղղակի վրայի, ինչ են ասում, համ մանիկյուրն է մաքրել, համ վրայի ինչ-որ գելը լաքայել է, ինչ այլ է, տես չեմ հասկանում, այդքան գնում եմ սարքելու, ժողովուրդ ջան, միշտ գնացել եմ ու իմ աղջիկն է սարքել, բայց էլի չեմ կարող հասկանամ, ինչ է քսում, որից հետո ինչ անում, երևի գել լաք է քսած, մաքրել է, դեռ հələ վրան էլ կա, նայեք, սա իմ բնական իմ եղունգներն է, բայց վրային ինչ-որ բան կա քսած, պարզ երևում է, մնա, ինչ որ է, թող մնա, սենց լավ է ժողովուրդ, դե հլը առայժմ այսպես կմնա, հետո տենանք, մի 2 ամիս էլ անցնի, նորից կգնամ մատնահարդարիս մոտ։ Արգելիներս, ուրեմն ուզում եմ մի 2 բառով, ինչպես ասած, ինչպես ասեմ, որ ճիշտ լինի, ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, շատ դանդաղ է գնում մեր ալիքը, դիտողներս շատ քիչ են, ժողովուրդ ջան, չգիտեմ, միգուցե հաճելի չի դիտելը, արդեն բան չունեմ ասելու, չեմ կարողանում հասկանամ ինչի է, էլի այդպես, ինչի է լինում, որ այսպես դանդաղ աշխատում մեր ալիքը, դիտողներ չունենք, բաժանորդներ չունենք, ժողովուրդ ջան, կարող եք ինձ օգնել, կարող է լինեն այնպիսի լավ ու բարի մարդիկ, կամեցող մարդիկ իհարկե, կամեցող, ես այդպես կասեմ, ժողովուրդ ջան, որ կարողանան օգնել, ինչ-որ խորհուրդ տան ինձ, որ ես կարողանամ էլ ավելի ակտիվ պահեմ իմ ալիքը։ Պատկերացրեք, որ ամեն օր առավոտյան նայում եմ դիտումները, նայում եմ բաժանորդները, առաջընթաց չկա, ես ինքս արգելիներս հիասթափվում եմ, դուք էլ տեսած կլինեք, որ ես ամեն օր հոլովակ չեմ նկարում, ես ինքս ինձ հետ եմ արդեն պահում, չգիտեմ, որ նայում եմ դիտումներին, նայում եմ բաժանորդներին, նայում եմ լայքերին, դե վատ մեկնաբանությունը դնենք մի կողմ, չար մարդիկ միշտ էլ լինում են, երբեք չեն վերանա, որովհետև աշխարհը լցված է չարով, ինչ ասեմ, չար մարդիկ շատ են, անգամ քո շրջապատում, այսպես ասած, ողողված են, դրանց տնենք մի կողմ,
ուղղակի ուզում եմ, որ իմ ալիքը ավելի զարգանա, հարգելիներս, միգուցե ես եմ ինձ պասիվ պահում, հոլովակում, միգուցե այնպիսի բաներ չեմ անում, որ հաճելի լինի դիտողներին, պատրաստում, կամ միգուցե չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, հարգելիներս, բայց ամենայն դեպս նորից շնորհակալ եմ իմ լավ հետևորդներից, ժողովուրդ ջան, դուք շատ լավն եք, իրոք լավ հետևորդներից, նորից եմ ասում, որովհետև պատահում է, որ հենց քո մտածած լավ հետևորդներից դուրս է գալի, որ այդքան էլ լավը չեն, հարգելիներս, դե ես նորից եմ ասում, շնորհակալ եմ իմ լավ հետևորդներից, իմ բարի ու կամեցող հետևորդներից և դուք, ոնց ասեմ, որ ճիշտ լինի, դուք լավն եք, իրոք ես միշտ հենց ինչ-որ հոլովակ նկարելուց միշտ ասում եմ ինձ սպասողներ կան, մեր հոլովակը դիտողներ կան, ճիշտ այդքան էլ շատ չեն, ես նոր ասացի, բայց ես ունեմ իմ լսարանը, ինչքան էլ որ կա, շնորհակալ եմ ձեզանից հարգելիներս, շատ շնորհակալ եմ իմ լավ հետևորդներից, բայց եթե կլինեն մարդիկ, խնդրում եմ, թող մեկնաբանություններում գրեն, ինչ-որ խորհրդի կարգով, որ ես էլ ավելի կարողանամ այսպես բազմացնեմ իմ ալիքը, բազմացնելը որն է ժողովուրդ, դիտումներ չունենք, ասենք, պատրաստում ես ինչ-որ մի հաճելի բան, նայում զգում ես, որ ոչ մեկը չի դիտում, դիտումներ չկա, լայքեր չկա, դե մեկնաբանություններն են, իմ լավ հետևորդներն են, որ մշտական միշտ գրել են ու գրում են, եթե կլինեն բարի մարդիկ, խնդրում եմ, թող մեկնաբանություններում գրեն ինձ, հարգելիներս, այսքան, առաջին հիմա գործը սկսում ենք հենց կաղամբից, թթու դրած կաղամբն է, ժողովուրդ, մի ջուր լվացել եմ սառը ջրով, տեսեք ինչ լավ թթու է, ժողովուրդ, նայ, վերջի թթուն, որ դրեցի, այսպես սպիտակ ուզեցի, ասի թող մնա, համ պասուստոլմակ կեպեմ այս թթվով, որովհետև հենց այս թթվով էլ է շատ համով լինում, պասուստոլմեն, և ասեցի քրջիկ կեպեմ, չնայած, որ թթուն սիրում ենք միշտ կարմիր, և այդ կարմիր թթվով էլ եմ նաև քրջիկ կեպել, ժողովուրդ, այնտեղ գրում էին մեկնաբանություններում, բա պետք է կաղամբը լինի սպիտակ թթու դրած, բայց կապ չունի, որովհետև կարմիրն էլ եթե եփում ես, եփելու ընթացքում սպիտակումը, էդի խնդիր չի, ժողովուրդ, կարմիր լինի, թե սպիտակ լինի, կարևորը, որ թթու կաղամբ լինի, տեսեք ինչ ա եկել թթվի հետ, ծաղկա կաղամբ, կաղամբի հետ էլի իհարկե, սա էլ կտրեմ երևի, այսքան է իձի բավական է,
Եվ ասեմ ժողովուրդ, ես միշտ քրճիկը էփել եմ սպիտակ ձավարով, սպասի ձավարով, ես դրանով եմ սիրում, որ պատրաստում են, ես աղացած ձավար չեմ օգտագործում սրա մեջ, և հիմա էլ նորից պետք է հենց օգտագործեմ այդ նույն ձավարը։ Սա էլ սոխն է, ժողովուրդ, դուք գիտեք, որ մեր տանը ճաշերի մեջ ես շատ քիչ եմ սոխ օգտագործում, կամ էլ ընդհանրապես չեմ օգտագործում, հիմա որոշել եմ ես մի փոքրը այսօր օգտագործեմ։ Չգիտեմ էլի, բայց վերջում ոնց կլինի։ Յուղնի սոխը արդեն գազօջախին եմ դրել։ Միջև սոխը մի փոքր տապակվի, կարտոֆիլն էլ կտրեմ։ Այս անգամ կարտոֆիլները մանր եմ կտրում։ Սա էլ հենց կլցնեմ մի անգամից այս թթվի վրա։ Հիմա տոմատ լցնենք։ Մի փոքր էլ ուրեմն լցնում եմ տոմատի սոկ։ Եվ մնացած բաղադրիչները, որը կտրատել էի։ Մինչև կաղամը լավ է տեսն, ես երկու ամաններ լվամ։
ոչ բաշակը, թեյի, սուրճի, մի հատ հավայա, լավանա, չնանա, ժողովուրդ ջան, ես էլ եմ շնորհքը, թազա սրճեր, դրել եմ էստես գազին, օֆեն լցրել եմ, դրել եմ ու հելել եմ սաղամարն եմ վարես ինձ մնացել, հետաքրքիր է, մեջը ոչ մի բան չի էլ է, չի վարվել, բայց կողքերից բոլորս էլ սևացել է։ Սիրածս սուրճի բաժակները, սա էլ թողեցի 4 սղակ, այդ ինձ ժողովուրդ ջան, սիրում եմ վարել, սիրում եմ ջարդել, սրճիքս էփ եմ դնեմ տեղը, քան ես էլ չեմ ջարդել, մի քիչ նյութ եմ վերաբերում սրա հետ, սա դնենք մի կողմ, որ սրբեն վերցնեմ։ Թեյնիկն էլ արդեն եղում է, եռացրած ջուր եմ հիմա լցնելու և ձավարը, որ սարդարանից անեցի։ Նայեք, ուրեմն ցույց տամ, որ սարդարանից հանեցի, սա թանապուր որ էփել է, հակելներս դուք էլ տեսաք, որ ես դրեցի սարդարանում։ Հիմա մի կտոր էսպես սենց մի կտոր կդնեմ թրջիկի վրա և ջուրը կլցնեմ արդեն։ Շատ չեմ ուզում լցնել, հարգելներս, ուրեմն ամաններս լվացի, դե մնում արդեն այս խոհանոցս մաքրեմ, մեկ է բակը մաքրեմ աստիճանները, ինել հարևանուհի զանգեց, գալիս է սուրճ խմենք միասին, հիմա ուզում եմ հարևանուհուս հետ սուրճ խմեմ, մի փոքրիկ գեղեցիկ սուրճի սեղան պատրաստեմ և սուրճը խմեմ հարևանուհուս հետ, հետո նոր կշարունակեմ իմ, այսպես ասած, քրջիկը։ Սա տնենք մի կողմ։ Սա էլ տնենք մի կողմ։ Ուրեմն սուրճը խմում ենք խոհանոցում, մենք հարևանուհիներով այդպիսին ենք, որ գնում ենք սուրճ խմելու, սիրում ենք, որ խոհանոցում նստենք, ժողովուրդ, չեմ անում, ես միշտ սիրել եմ խոհանոցում խմեմ, սովորություն է, որ հարևանուհիս էլ գալիս է, հարևանուհիներս էլ իհարկե, էլի նստում ենք այստեղ խոհանոցում, այստեղ հարմար է։
որպեսզի անդադ չգնամ գամ, սուրճը տանեմ, քաղցրեղենը տանեմ։ Դրա համար նստում ենք այստեղ։ Քրճիկը պատրաստ է, հիմա ուզում եմ ավելացնել մի քիչ մարզա և մի քիչ էլ չորացրած ռեհան, ուրեմն արգելիներից այս անգամ էփում եմ մարզայով և ռեհանով։ Դե աղն էլ արդեն լցրել էի, մի փոքր գտալ հարգելիներս։ Այդ լցնելու ընթացքում հարևանուհիս էստեղ էր, ես չնկարեցի, բայց աղը արդեն նախապես ես լցրել էի։ Սա լցնեմ։ Պղպեղ։ Եվ ամենավերջում էլ լցնում եմ ալյուրաջուր, այսքանը բավական է։ Հնա կթողեմ մի փոքր էլ կեռա և արդեն պատրաստ է։ Այսպիսի տեսք ունեցավ իմ այսօրվա պատրաստած քրճիկը։ Ուրեմն ասեմ արգել հետևորդներ ջան, ռեհանը և մարզան ես առաջին անգամ օգտագործեցի այս քրճիկի մեջ, որովհետև միշտ օգտագործել եմ համեմ և մաղադանոց, բայց համը վատը չի, շատ հաճելի բուրում է, այնպես որ շատ լավ է ստացվել հարգելիներս։ Դե ինչ ասեմ, մեզ ասեմ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։